Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Պատմությունը պարզապես անցյալ չէ։ Դա մեր ինքնության խորտ արմատը չէ, այլ մեր մտածողության, մեր քայլերի, մեր որոշումների հիմքը։ Մեր հաղորդաշարի ընթացքում ձեզ ենք ներկայացնում մեր ժողովրդի անցյալի կարևոր դրվագները, ոչ միայն հիշելու, այլև հասկանալու, ոչ միայն վերհիշելու, այլև վերլուծելու, ոչ միայն հպարտանալու կամ ափսոսալու, այլև սովորելու, որովհետև այս պատմությունները դարերի խորքից լուռ, բայց վճռական մի բան են ասում. դասեր քաղիր անցյալից, որ չկորցնես ապագադ։ Պատմությունը միայն անցյալ չէ, այն հիշողություն չէ միայն, այն մեր ձայնն է ժամանակի միջով, մեր ուղին, գծված արցունքով և արյունով, հույսով և հավատով։ Այսօր, երբ վերլուծում ենք մեր անցյալի ամեն մի քայլը, փորձում ենք տեսնել ոչ թե միայն այն, ինչ եղել է, այլև ինչ կարող է լինել, եթե դասեր քաղեինք անցյալից։ Մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն ուզում է հիշեցնել, որ ոչ ոք չի պատմելու մեր պատմությունը մեր փոխարեն։ Ուրեմն, եկեք ընկալենք, հասկանանք և ապրենք այն դասերով, որ անցյալը թողել է մեզ որպես հիշեցում, որպես զգուշացում և որպես հույս։ Այսօրվա թողարկումը նվիրված է 19-րդ դարի վերջի հայ ազատագրական պայքարի ամենացավոտ և ամենաաղմկոտ դրվագներից մեկին՝ մեծանուն հայդուկապետ Աղբյուր Սերոպի սպանությանը և դրա մեղավորներին ու իրականացնողներին պատժելուն։ Հայ ազգային ազատագրական պայքարը լի է հերոսական էջերով, սակայն ուղեկցվում է նաև դավաճանության բազմաթիվ դրսևորումներով։ Շարժման ղեկավարներն առանձին խստություն էին ցուցաբերում դավաճանների նկատմամբ՝ հետագա նման դեպքերից խուսափելու նպատակով։ Ամենատպավորիչ, ցուցական և դաս լինող օրինակը թերևս հայդուկապետ Աղբյուր Սերոպի սպանության մեղավորներին պատժելն էր։ Անվանի հայդուկ բուրգերին սպանելուց հետո թուրքական իշխանությունները փորձում են սպանել Աղբյուր Սերոպին, ով վաստակել էր Նեմրութի առյուծ պատվանունը։ Երկար ժամանակ համոզվելով, որ հնարավոր չէ դեմ առ դեմ կռվում հաղթել կամ անակնկալ ծնկի բերել հերոս հայդուկապետին, օսմանյան իշխանությունները զազելի նենգ դավադրության են դիմում։ 1899 թվականի աշնանը թուրքական պաշտոնյա Ալա բեկը կարողանում է կաշառել Տարոնի Գեղաշեն գյուղի գյուղապետ Ռես Ավեին։ Թուրքական ոսկիներից շլացած դավաճանը նախ շահում է ֆիդայիների վստահությունը, ապա թունավորում է Սերոպին և նրա զինակիցներին։ Նոյեմբերին Գելիգուզան գյուղում տեղի ունեցած մարտում Սերոպը և նրա թունավորված մյուս ընկերները չեն կարողանում մինչև վերջ դիմադրել թշնամուն։ Անհավասար կռվում զոհվում է Սերոպը, նրա երկու եղբայրները, որդին։ Թուրքական զորքի հրամանատար Բշարե Խալիլը կտրում է Սերոպի գլուխը և գերի է վերցնում նրա վիրավոր կնոջը՝ Սոսեին։ Ահա այսպիսի դխուր մահ է ունենում ֆիդայական պայքարի նվիրական ասպետը՝ Նեմրութի անվեհեր հսկան։ Տարոնում հայերի մեջ սարսափ տարածելու համար Բշարե Խալիլը սպանված Սերոպի գլուխը ցուցադրում է հայկական գյուղերում։ Մեծ հայդուկապետի մահվանը հաջորդում է վճռական վրեժխնդրության շրջանը։ Անդրանիկը, Գևորգ Չաուշը և սպաղանած Մակարը հետամուտ են լինում, որ դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Առաջինը պատժվում է թունավորողը։ 1900 թվականի ապրիլին Գևորգ Չաուշը հայդուկների հետ մտնում է Ռես Ավեի տուն։ Նրանից իմանում է բոլոր դավաճանների անունները, իսկ հետո Ավեն և նրա գերդաստանը վերացվում են։ Սակայն հայդուկները պատժում են ոչ միայն դավաճանին, այլև նրա գլուխը կտրած թուրքական բանակի զորահրամանատար Բշարե Խալիլին։ Նույն 1900 թվականի նոյեմբերին Անդրանիկը, Գևորգ Չաուշը և Մակարը 25 հայդուկների հետ Մարիկի կիրճում տեղի ունեցած թեժ մարտում սպանում են Խալիլին և նրա զինակից 40 հեծյալներից շատերին։
Եթե Խալիլը Սերոպի գլուխը ցուցադրում էր սարսափ տարածելու համար, ապա վրիժառու հայդուկները նույն կերպ վարվեցին Խալիլի գլխի հետ։ Սա ուղիղ հակադարձում էր, որը ոգևորեց տարոնցիներին եւ ազդարարեց, որ ֆիդայիների նկատմամբ ցուցաբերած ոչ մի նենգություն անպատիժ չի մնալու։ Աղբյուր Սերոպի գլուխը թաղվել է Բիթլիսի Սուրբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը Գելեգուզան գյուղում։ Նրա կինը Սոսեն շուտով ազատվում է գերությունից, ժողովուրդը նրան օծել է մայրիկ պատվանունով։ Սոսե մայրիկը 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա Կովկաս։ Սերոպի մյուս որդին Սամսոնը զոհվել է Կարինում։ 1920 թվականի վերջին Սոսե մայրիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թվականին կնքում է իր մահկանացուն։ 1957 թվականին Աճյունը տեղափոխվել է Երևան եւ ամփոփվել Եռաբլուրում։ Մեր այսօրվա պատմության դասերը խոսուն են եւ անշնջելի։ Աղբյուր Սերոպի դեպքը եւ դրան հաջորդած պատժական գործողությունները հայ ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ դարձան հստակ եւ աներկբա ուղերձ։ Այդ պայքարում դավաճանությունը ներման իրավունք չունի։ Ազատության համար մղվող կռիվը միայն զենքի պայքար չէ, այլ նաեւ բարոյական հստակ դիրքորոշում, որտեղ դավաճանությունը համարվում է ամենածանր հանցագործությունը։ Թե Ռես Ավեին եւ թե Խալիլին պատժելը պարզապես վրեժի գործողություններ չէին։ Դրանք խորհրդանշական եւ ուսուցողական քայլեր էին, որոնք միաժամանակ ուղղված էին եւ ներսին եւ դրսին։ Այս զույգ գործողությունները հայ ժողովրդի կամքի, նրա կուտակած զայրույթի եւ արդարության հանդեպ ձգտման ամենացուցական դրսևորումներից էին։ Դրանք ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը ոչ միայն կարող է պայքարել, այլև ունակ է ինքնամաքրման, իր շարքերում չհանդուրժելով դավաճանությունը եւ իր հանդեպ ցուցաբերած նենգությունը։ Ռես Ավեի եւ նրա Գերտաստանի ոչնչացումը խիստ, բայց հստակ դաս էր բոլոր նրանց համար, ովքեր սեփական շահը վեր են դասում ազգային արժանապատվությունից եւ պատրաստ են մատնել ազատագրության համար պայքարող հայրենիներին։ Այս գործողությունն ընդգծում է մի ճշմարտություն. չի կարելի սեփական երջանկությունն ու բարեկեցությունը կառուցել դավաճանության վրա, առավել ևս, երբ այդ դավաճանությունը սնվում է հայրենակիցների արյամբ։ Դավաճանի կերպարը ոչ միայն ենթակա է ֆիզիկական ոչնչացման, այլև հավիտենական մերժման ազգային հիշողության մեջ։ Խալիլին պատժելը ևս մի կարևոր ուղերձ էր, ուղղված թշնամուն։ Դա ցույց էր տալիս, որ նույնիսկ պատերազմի պայմաններում գոյություն ունեն չգրված օրենքներ, եւ կռիվն էլ պետք է ունենա իր ազնվությունն ու արդարությունը։ Նենգությունը թեև միշտ չէ, որ նույնացվում է դավաճանության հետ, բայց նույնքան զազրելի եւ դատապարտելի է։ Հայ ֆիդայական շարժումը փորձում էր ցույց տալ, որ պայքարը ոչ միայն ուժի, այլև բարոյական գերազանցության պայքար է։ Աղբյուր Սերոպի հիշատակը վառ է մնացել հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Նա դարձավ ոչ միայն պայքարող մարդու, այլև ազգային արժանապատվության խորհրդանիշ։ Նրա մասին հյուսվեցին երգեր, պատմվեցին առասպելներ, սերունդներին փոխանցվեցին օրինակներ։ Սերոպի նվիրված «Ով որ քաջ է, ինչ կսպասե» երգը ժամանակի ընթացքում վերածվեց յուրատեսակ օրորոցայինի, հազարավոր մանուկների համար, որոնց գիտակցության մեջ դեռ մանկությունից սերմանվում էր քաջության, արդարության եւ հայրենասիրության գաղափարը։ Իսկ դավաճանների տեղը, ինչպես պատմությունն է ցույց տալիս, մշտապես նույնն է՝ պատմության աղբանոցը։ Ազգի հիշողությունը պահպանում է իր հերոսներին, իսկ դավաճաններին թողնում է անանուն, դատապարտված եւ մոռացության մատնված։ Սա է պատմության ամենախիստ, բայց ամենաարդար դատաստանը։ Ի վերջո մենք ենք մեր պատմությունը։ Նվիրումով ու հավատով ապրած սերունդները չեն մոռանում իրենց ժողովրդի զոհողությունները։ Հետևաբար, նույնիսկ երբ թվում է, թե անհույս է, մենք պետք է հիշենք, հոգու ուժը կարող է հաղթել ցանկացած փորձություն։
Հայոց պատմությունը հարուստ է ոչ միայն հերոսական եւ ողբերգական իրադարձություններով, այլև խոր եւ հավերժ մնացող դասերով։ Մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարը նպատակ ունի վերաշարադրել կարևոր դրվագներ, բայց ոչ միայն պատմելու, այլև վերլուծելու, հասկանալու, ինչու եղավ այդպես, ինչ հետևանքներ ունեցավ եւ ամենակարևորը, ինչ կարող ենք այսօր քաղել այդ փորձից։ Քանի որ պատմությունը մեր ուսուցիչն է, պետք է ցանկանանք դասեր քաղել եւ ոչ թե կրկնել նույն սխալները։ Դասը սովորողը հաջողությամբ հաղթահարում է փորձը, իսկ չսովորածը կրկնում է սխալը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը նոր պատմության եւ նոր դասի հետ։ Ցտեսություն։